Բարև ձեզ հայեր և հայրենակիցներ։ Ինչպես և խոստացել էի անցյալ կիրակի ու եթերի ժամանակ, ես այսօր խոսելու եմ դեմ ենք բոլորին նախաձեռնության մասին։ Ինչ ծրագրեր ունենք, ինչ նպատակներ ունենք և ինչ քայլերի շնորհիվ ենք պատրաստվում իրականացնել այդ ամենը։ Նախաձեռնությունը 170 աշճան կարող է փոխել մեր կյանքը, բարելավել, հեշտացնել, թեթևացնել, ամբողջ մարդկության պատմության մեջ կարող է նոր էջ բացել այս նախաձեռնությունը, եթե հաջողվի իրականացնել։ Իսկ ինչքանով դա իրական է և կարողանանք իրականացնել, կախված է մեզանից յուրաքանչյուրից։ Իհարկե կան մի շարք պատճառներ, խանգարող հանգամանքներ, եթե խոսեմ այդ պատճառներից ու խանգարող հանգամանքներից, ապա պետք է աջ ու ձախ քննադատեմ մեր ազգաբնակչությանը և նույնիսկ տեղին կլինի վիրավորանքի խոսքեր ասել, սակայն դա չեմ անում, որովհետև մարդիկ նույնիսկ տեղին քննադատությունը չեն ընդունում, ուր մնաց վիրավորանքը ընդունեն, հասկանան այսինքն, և ականջին տհաճ է հնչում հենց վիրավորանքը, այլևս մարդը չէ ցանկանում քեզ լսել։ Այդ պատճառով ես կփորձեմ առանց վիրավորանքների, առանց էմոցիաների իմ ասելիքը ձեզ ասել։ Նայեք, տեղին կլինի, այդ խոսքերը տեղին կլինեին, կհնչեին հատկապես մեր ազգաբնակչության առական սեռի ներկայացուցիչների հասցեին, որովհետև յուրաքանչյուր տղամարդ առաջին հերթին, բացի նրանից, որ նա պետք է կրթություն ստանա, գիտելիքներ ձեռք բերի, մասնագիտություն սովորի, այնուհետև և ընտանիք ստեղծի, հոգայիր ընտանիքի կարիքները, այդ ամենից բացի նաև յուրաքանչյուր տղամարդ պետք է զբաղվի հայրենիքի կառուցման գործով, հայրենիքի բարգավաճման գործով, պաշտպանության, անվտանգության գործով, որովհետև հայոց լեզվի լեզվամտածողության հիման վրա դա է բխում։ Հայրենիք բառի հիմքում ընկած է հայր բառը։ Հայրերը պետք է զբաղվեն այդ գործերով, այսինքն դա հայրերի պարտականությունն է, հայրենիքի կառուցման գործով զբաղվելը։ Հայրերը դա առաջին հերթին հայրենիքի այրերն են, այսինքն հայրենիքի այրերը պետք է զբաղվեն այդ ամենով։ Իսկ որպեսզի հզոր, բարգավաճ, զարգացած հայրենիք ունենանք, ուժեղ, անվտանգ, պաշտպանված, մենք պետք է ուրեմն յուրաքանչյուր հայր, յուրաքանչյուր այր պետք է զբաղվի քաղաքականությամբ, որպեսզի հայրենիքի տարածքում գործի ուժեղ, հզոր պետական կառավարման համակարգ և իհարկե ամենակարևորը արդար։ Հզոր պետություն պետք է ունենանք և այդ գործով պետք է զբաղվեն հայրերը, այրերը և ոչ ոք չի կարող դուրս գալ ու ասել իմանում եք, ես այր եմ, բայց հայր եմ, բայց ես այդ գործով չեմ զբաղվում, չեմ ցանկանում զբաղվել։ Հենց դա է պատճառը, որ այսօր Փաշինյան Նիկոլի նմաններն են ղեկավար, պետության ղեկավար, որովհետև մեծամասնությունը, այրերի մեծամասնությունը այդ գործով չեն զբաղվում, որպեսզի ճիշտ ընտրություն կատարենք։ Մենք բոլորս չենք կարող դառնալ վարչապետ,
բոլորս չենք կարող դառնալ նախարար, падգամավոր, չգիտեմ ինչ, բոլոր պաշտոնները մենք չենք կարող զբաղեցնել, բայց պետք է դրանով զբաղվենք, որպեսզի ճիշտ մարդկանց բերենք իշխանության, դարձնենք կառավարիչներ։ Դա տղամարդկանց պարտականությունն է։ Մի խոսքով, մենք այս վիճակին ենք, որովհետև տղամարդիկ իրենց պարտականությունը չեն կատարում, քաղաքականությամբ չեն զբաղվում։ Կա մեծ տարբերություն քաղաքականությանը հետևել, թե ինչ է տեղի ունենում, եւ մի ուրիշ բան է զբաղվել անձամբ։ Երբ դու չես զբաղվում, դու իրավունք էլ չունես ինչ որ մեկին մեղադրելու, որ ինչու լավ պայմաններ նա չի ձևավորում, չի ստեղծում մեր համար, եւ մենք դժվում ենք։ Զբաղվիր, դու ինքդ զբաղվիր, քո պարտականությունը, պատասխանատվությունը յուրաքանչյուր տղամարդ պետք է վերցնի իր վրա։ Պարտականությունները չենք կատարում եւ բողոքում ենք Փաշինյան Նիկոլիից։ Այո, նա մարդանման կենդանի է, պարազիտ է, բայց դու ինչ ես արել, որպեսզի սրա նմանները չգային։ Դու զբաղվում ես այդ գործով։ Իհարկե ոչ։ Դու զբաղված ես քո կենսաբանական խնդիրները միայն լուծելու, այսինքն քո հայրական պարտականություններն ես կատարում, իսկ այրական պարտականությունները, թեկուզ հայրը հենց ասում եմ, հայրենիք բառի հիմքում ընկած է հայր բառը, հայրենիքի կառուցման գործով պետք է զբաղվեն հայրերը։ Այսքանը այս առումով, իսկ հիմա անցնեմ այսօրվա կոնկրետ թեմային, նախաձեռնության ծրագրերի, քայլերի, նպատակների մասին։ Ես ամբողջը գրի եմ առել եւ այդ թեման շատ բովանդակալից է, ես մեկ հաղորդման մեջ չեմ կարող այս ամբողջ ինֆորմացիան ձեզ մատուցել, դրա համար լինելու է մաս-մաս հաղորդում, մի քանի հաղորդումների միջոցով ես փաստեր բերելով ամեն ինչ կներկայացնեմ ձեզ, որպեսզի կարողանանք ազգովի դուրս գալ այս ծանր իրավիճակից, հենց մեր երեխաների համար, մեր ընտանիքների համար, մեզանից յուրաքանչյուրի համար, ազգովի վերջի վերջո պետք է կարողանանք այս վիճակից դուրս գանք։ Ուրեմն, այսօրվա եթերը ես պետք մտադրություն ունեի անելու մոտավորապես 1 տարի հետո 26 թվականի ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ, բայց քանի որ մեր հանրության մեջ ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե ծլում բսնում են նոր մարդանման կենդանիներ, շակալներ, բորենիներ, ասեցի չեմ վիրավորելու, բայց դա վերաբերվում է այն մի քանի տոկոս, որոնք մի քանի տոկոս մարդկանց, եթե կարելի է մարդ անվանել, որոնք միտումնավոր գիտեն ինչ են անում եւ ում են ծառայում, այն նրանց է վերաբերվում։ Նրանք արդեն սկսել են իրենց քարոզարշավը, միջոցառումներ են անցկացնում, հավաքներ։ Ուստի ես այսօր հանդես եմ գալու մի շատ կարևոր նախաձեռնությամբ։ Նախաձեռնությունը ունի մի շարք նպատակներ։ Ամենագլխավոր նպատակը, ես այդ մասին խոսեցի անցյալ կիրակի, դա բարի ու չարի հայացակարգով մոդելից անցումն է սիրո հայացակարգով կյանքի մոդելին։ Իսկ դրա համար առաջինը իմ համախոհների հետ անելու ենք ամեն ինչ, որպեսզի ինչքան հնարավոր է քիչ թվով մարդիկ մասնակցեն գալիք ընտրություններին։ Այսօր ցանկացած հասարակության մեջ առանց այն էլ մեծամասնությունը չի մասնակցում եւ չի վստահում որևէ ընտրությունների։ Օրինակ մեր երկրում 21 թվականի ընտրություններին մասնակցել են ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների 40%-ը եւ այդ 40%-ի 70%-ն է ձայն տվել քաղաքացիական պայմանագրին ու Փաշինյան Նիկոլին։ Ստացվում է, որ ազգի մեծամասնությունը չի վստահում եւ ոչ մի կուսակցության եւ մեր նպատակն է լինելու այդ ցուցանիշը հասցնել 80-90%-ի։ Ես համենայն դեպս ակնկալում եմ այդ արդյունքին։ Իսկ ինչու մարդիկ չեն մասնակցում ընտրություններին։ Առաջին հերթին շատ լավ տեղյակ են, թե ինչ աշխարհում են ապրում,
այդ կուսակցությունները ում են ծառայում, եւ երկրորդ պատճառը այն է, որ հնարավորություն չունեն իրենց տեսակետը արտահայտելու։ Քանի որ քվեաթերթիկներում չկա այնպիսի կետ, որ դեմ քվեարկեն բոլորին, ուստի ինչ իմաստ ունի մասնակցելու։ Այդ իսկ պատճառով մեր նախաձեռնության գլխավոր նպատակներից մեկը նաև լինելու է այն, որպեսզի ապահովենք այդ կետի առկայությունը։ Մենք հանդես ենք գալու հենց այդ լոզունգով, որ դեմ ենք բոլորին, 3 լեզուներով՝ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն։ Ինչպիսի գործողություններ ենք մենք նախատեսում իրականացնել 26 թվականի ընտրություններին։ Հայաստանով մեկ ընտրությունների օրը բոլոր ընտրական տեղամասերում մենք ունենալու ենք դեմ ենք բոլորին նախաձեռնության 2-3 ներկայացուցիչ։ Իհարկե մեզ թույլ չեն տա, որպեսզի ներկա լինենք ներսում, այդ իսկ պատճառով ընտրական տեղամասի բակում մենք կունենանք մեր սեղանաթոռները։ Բոլոր նրանք, ովքեր դեմ են կուսակցական երևույթներին, կարող են ընտրության օրը գնալ իրենց ընտրական տեղամասը, բայց ներս չմտնեն, մոտենան մեր ներկայացուցիչներին, նրանք կգրանցեն ձեր անձնագրային տվյալները, դուք կստորագրեք ձեր անվան դիմաց եւ դրանով իսկ կարձանագրեք ձեր ընտրության իրավունքը, ձեր տեսակետը, որ դեմ եք բոլորին։ Հիմա ինչ կտա մեզ այդ փաստի արձանագրումը, որը ոչ ոք չի կարող հերքել։ Նախ եւ առաջ, ով էլ որ ընտրվի, այլևս չեն կարող դուրս գալ ու ճոռո խոսել, թե իրենք ժողովրդի կողմից ընտրված իշխանություն են, ինչպես դա անում են այսօր ՔՊԱ-կանները։ Այս ամենը լուսաբանվելու է։ Ընտրական տեղամասում լինելու են բազմաթիվ լրատվականներ, միջազգային հետևորդներ, որոնք ամեն ինչ նկարահանելու են։ Մեր նախաձեռնության ռեսուրսներով մենք ինքներս կներկայացնենք, թե ինչքան մարդիկ են մոտենում մեզ եւ ինչքան մարդիկ նախընտրում են իրենց ձայնը տալ ջհուդական սպասավորներին ու կուսակցություններին։ Եթե փաստը արձանագրված չէ եւ չկան տեսանյութեր ընտրություններին չմասնակցած քաղաքացիների մասին, ապա դա մեկնաբանվում է, որ լռությունը համաձայնության նշան է, այսինքն ով էլ որ գա իշխանության, իրենք համաձայն են։ Սակայն երբ մենք փաստերով ցույց տանք, թե որքան մարդ է ստորագրել, որ դեմ են բոլորին, ապա նրանց ձայնը այլևս դուրս չի գա, եւ ես անկալում եմ, որ մեր նախաձեռնությանը կաջակցեն նույնիսկ այն մարդիկ, որոնք 34 տարվա մեջ նույնիսկ մեկ անգամ չեն մասնակցել որևէ ընտրությունների։ Մենք նահանջելու տեղ չունենք եւ հայրենիքը մեր խոսքի կարիք ունի այսօր։ Բավական է, ինչքան որ չուզեցինք խառնվել եւ պետք է 26 թվականի ընտրությունների օրը վերջակետ դնենք այս կուսակցական էժանագին տհաճ կապիկություններին։ Եկել է ժամը, որ հայ ազգի գիտակից զանգվածը ասի իր խոսքը, միասնական եւ միաժամանակ։ Բավական է, որ ուշադրություն չենք դարձնում այս ջհուդական սպասավորներին։ Պետք է ոտքի կանգնել եւ այս պարազիտներին իրենց տեղը դնել։ Ինչքան պետք է հանդուրժենք սրանց։ Արդյոք չունենք նամուսով ու պատվով մտավորականներ, տնտեսագետներ, ֆինանսիստներ, ինժեներներ, որոնք որպեսի հզոր եւ ուժեղ հայկական պետություն հիմնադրենք եւ վերջ տանք մեր դժբախտություններին։ Իհարկե ունենք եւ այս մեկ տարվա մեջ մենք համախոհներով ձեր ուշադրությանը կներկայացնենք մեր հայրենիքի, մեր ազգի ճակատագրով մտահոգված այնպիսի մի անձնակազմ, որոնք իրենց իմացությամբ, գիտելիքներով, իրենց մակարդակով ի վիճակի են ոչ միայն մեր երկիրը, այլ ամբողջ մոլորակը ճգնաժամից հանել ու կառավարել, առաջնորդվելով ամբողջ մարդկության շահերից։ Եվ ես ակնկալում եմ, որ այս տեսանյութը նայողները նախ եւ առաջ կտարածեն եւ հենց իրենք կզանգահարեն մեզ, որպեսզի միանան մեզ, միասնական ուժերով այս նախաձեռնությունը իրագործենք։ Միայնակ ոչինչ ոչ մի մարդ անել չի կարող։ Մենք այլևս չպետք է թույլ տանք, որ այս ջհուդական կուսակցական սպասավորները վերարտադրվեն։ 34 տարի անընդմեջ թատերական բեմադրություն ցուցադրելով, իրար ձերբակալելով, միմյանց միջև պայմանավորված իրար քննադատելով ու հայհոյելով,
փոխարինում են մեկը մյուսին ու նոր դեմքերով նորից վերարտադրվում, շարունակելով մի կտոր լափի համար վաճառել մեր հայրենի հողերը։ Սրանք բոլորը մեր ներսի թշնամիներն են, իսկ Նժդեհի ասած մեր ազգի տականքներն են։ Նրանք, ովքեր տեղյակ կլինեն մեր նախաձեռնությունից եւ չեն հրաժարվի մասնակցել 26 թվականի ընտրություններին, ապա մեր նախաձեռնության կողմից դիտարկվելու են որպես մեր ազգի թշնամիներ եւ մեր հայրենիքի դավաճաններ։ Նորից եմ ցանկանում կրկնել, որ 26 թվականի ընտրություններին աջակցելով դեմ ենք բոլորի նախաձեռնությանը եւ արձանագրելով այդ փաստը, մենք սկիզբ կդնենք այս ջհուդական համակարգի կործանմանը եւ հատ դեմքով կճանաչենք մեր ազգի ներսի թշնամիներին։ Բոլոր կուսակցությունները անխտիր, առանց բացառության, իրենց համախոհներով, անդամներով ու ղեկավարներով ունեն 1 տարի ժամանակ խորհելու եւ մտածելու, մասնակցեն թե չմասնակցեն ընտրություններին։ Բոլորն էլ գիտեն, որ մենք մեծամասնություն ենք, այսինքն ընտրության չմասնակցողները մեծամասնություն են եւ 26 թվականին լինելու է այնպես, ինչպես մենք կկամենանք։ Մենք որպես մեծամասնություն արձանագրելով այդ փաստը իրավունք ունենք մեր հայրենիքի տարածքում հիմնել նոր պետություն, իսկ բոլոր կուսակցության ղեկավարները որպես հայրենիքի դավաճաններ ցմահ կդատապարտվեն, եթե մասնակցեն ընտրություններին։ Խոսքս ուղղված է բոլորին առանց բացառության։ Լավ մտածեք, ինչ եք ընտրում, ձեր ֆինանսները թե հայրենիքը։ Կոչ եմ անում բոլոր գիտակից հայերին չմասնակցել ընտրություններին եւ ընտրատեղամասերում մոտենալ մեր նախաձեռնության ներկայացուցիչներին, արձանագրելու, որ չեք վստահում այս ջհուդական կուսակցություններին եւ որպես փաստ ներկայացնենք միջազգային հանրությանը, որ մենք ենք մեծամասնություն ու դա կլինի սրանց կործանման սկիզբը եւ բարի ու չարի հայացակարգով կյանքի մոդելից անցում սիրո հայացակարգով մոդելին։ Սա մեր ազգի առաքինությունն է, սա ամեն հայի առաքինությունն է։ Սկիզբը լինելու է հենց այստեղ եւ այս մեթոդը պետք է տարածում գտնի բոլոր երկրներում մեր սփյուռքի միջոցով։ Բոլոր ազգերը հենց դրան են սպասում եւ մենք ի վիճակի ենք դա իրականացնելու։ Մինչև ընտրություններ մենք կներկայացնենք նոր հիմնադրվող պետության սահմանադրությունը, որի հիմնական հիմնադրույթներից մեկը լինելու է այն, որ յուրաքանչյուր տեղի բնակիչ դառնելու է բաժնետեր օգտակար հանածոների եւ բնական ռեսուրսների շահագործումից եւ ունենալու է տարեկան իր չափաբաժին եկամուտը։ Այսօր շատ չեմ ցանկանում ընդլայնվել այս հարցի շուրջ, սակայն ընթացքում բազմաթիվ հաղորդումներ դեռ կլինեն։ Հարգելի հայրենակիցներ, եկել է ժամը, որ տեր կանգնենք մեր երկրին եւ ամուր հիմնաքարեր դնենք հզոր պետություն ունենալու համար մեր հայրենի հողի վրա։ Նորից եմ ցանկանում կրկնել, վերաբերվում է անխտիր առանց բացառության բոլոր կուսակցություններին։ Ունեք 1 տարի ժամանակ։ Լավ մտածեք եւ խորը։ Հայեր ջան, այս ջհուդական համակարգը չպետք է վերարտադրվի եւ վերջ։ Հարգելի հայրենակիցներ, ձեզանից շահետները իհարկե Նիկոլից ազատվելու համար միակ հնարավորությունը տեսնում եք միայն ընտրությունները, որևէ այլ ուժի աջակցելով, բայց իմ խնդրանքն է այսօրվա հաղորդումը դիտեք մինչև վերջ եւ ես համոզված եմ ձեր մոտ շատ հարցեր կառաջանան եւ ձեզանից շատերը իսկապես կմտկափոխվեն։ Ոչ մի կուսակցության ղեկավար ժողովրդի հանդեպ անկեղծ չէ եւ ձեզ ամբողջ ճշմարտությունը երբեք չեն ասում իրենց բուն նպատակների մասին։ Նրանք երազում են հասնել պետական բյուջե կոչված լափամանին իրենց գրպանները լցնելու համար, իսկ ովքեր այդպիսին չեն եւ ազնիվ են, կտեսնենք ու կհամոզվենք 26 թվականի ընտրությունների օրը։ Բոլորը իրենց ազգայնական են համարում, եթե այդպիսին եք, ուրեմն ապացուցեք առաջնորդվելով մեր պապերի մեզ թողած ժառանգությունից որպես խորհուրդ։ Նույն ամբողջությամբ ես չեմ ընթերցում, որովհետև ես ասացի շատ բովանդակալից է, ամեն կիրակի
հաղորդումների ժամանակ ես հերթականությամբ կներկայացնեմ, իսկ այսօր ցանկանում եմ այս թե ինչ խորհուրդ են թողել մեր պապերը մեզ, եւ եթե դուք իսկապես խոսում եք ազգությունից, ազգայնականությունից, ապա պետք է առաջնորդվեք մեր պապերի թողած իմաստուն խոսքը որպես խորհուրդ, ինչ են նրանք մեզ ասել, հասել է մեր թվարկությունից առաջ գիտեմ, որ հազարամյակից այդ խոսքը, այդ իմաստուն խոսքը հասել է մեզ։ Ասում են, որ քանդրբազի սատանայի մահնում քանդրբազություն մի արեք, մի փորձեք անել։ Բոլորդ գիտեք, սատանան ինչ է, մահլան գիտեք ինչ է, ամեն շենք ուներ իր մահլան, այսինքն մահլան դա խաղահրապարակն է, դաշտն է, ամեն շենք ուներ իր մահլան, սատանան ունի իր դաշտը, արարիչը ունի իր դաշտը։ Եվ իսկ ինչ է քանդրբազությունը, քանդրբազությունը դա խաղ է, այլ կերպ մենք անվանում ենք լարախաղաց, քանդրբազին կարելի է անվանել լարախաղաց, լարի վրա խաղ տվող։ Մեր պապերը մեզ ասել են, խորհուրդ են տալիս սատանայի դաշտում խաղեր մի տվեք, դա իմաստություն է։ Եթե դուք ազգայնական եք ու հաշվի չեք առնում ձեր պապերի տված խորհուրդը, դուք ինչ ազգայնական եք այդ դեպքում, ում պետք է լսեք, եթե ձեր պապերին չեք լսում։ Հիմա ընտրությունները, 26 թվականին տեղի է ունենալու ընտրությունները դա նույնպես խաղ է, դա մրցույթ է, այդ խաղում ով ավելի շատ ձայն հավաքի, նա էլ հաղթելու է։ Ովքեր են հիմա, ինչպես հասկանանք, այս ընտրությունները սատանայի դաշտում են իրագործվում, թե արարչական դաշտում են իրագործվում։ Դրա համար ընդամենը նայեք, ով է իրականացնելու այս ընտրությունները որպես իշխանություն։ Փաշինյան Նիկոլը։ Եթե օրինակ չգիտեք Կարապետյան Սամվելը սատանայա թե չէ, Քոչարյան Ռոբերտը սատանայա թե չէ, Պետրոսյան Լևոնը, մնացած բոլոր Թաթոյան, չգիտեմ, այն մյուս ինչ կուսակցություններ, որ ծլում բուսնում են ամեն օր, չգիտեք իրենք սատանա են թե չէ, բայց դու բոլորս այս 7-8 տարիների ընթացքում համոզվեցինք, չէ, որ Փաշինյան Նիկոլը սատանա է։ Հիմա, եթե այդ սատանան որպես իշխանություն ընտրություններ է իրագործում, դա չի նշանակում, որ այդ ընտրությունները իրագործվում են սատանայի դաշտում։ Արարիչը երբեք չի մասնակցի սատանայի դաշտում իրագործվող ինչ-որ մի խաղի։ Ինչու՞, որովհետև արարիչը այն գործիքներին, որ տիրապետում է, այդ գործիքներով նա չի կարող սատանայի դաշտում իրագործվող խաղում հաղթել։ Արարչի գործիքներն են ազնվությունը, նամուսը, պատիվը, արժանապատվությունը, արդարության ձգտումը, բարոյականությունը, այդ գործիքներով ինչպես կարող ես գնալ, մասնակցել սատանայի դաշտում իրագործվող մի խաղի ու հաղթել։ Եվ սատանան, քանի որ տիրապետում է այլ գործիքների, նրա գործիքներն են խաբեությունը, ստախոսությունը, դավաճանությունը, հանցագործությունը, սպանությունը եւ չեմ ցանկանում թվարկել, անբարոյականությունը, այդ գործիքներով նա կարող է մասնակցել արարչական դաշտում իրագործվող մի խաղի, որ հիմքում արդարությունն է, ազնվությունն է։ Նա հիմար չի, որպեսզի արարչական դաշտում իրագործվող մի խաղի գնա ու մասնակցի։ Դուք եք հիմար, որ կգնաք ու կմասնակցեք։ Գնացեք ու մասնակցեք, կամ դուք հենց դուք ով կմասնակցի, ես կհասկանամ այս տեսանյութը նայելուց հետո, ով կգնա ու կմասնակցի, կամ դուք ասում եք, որ դուք հիմար եք, կամ էլ դուք սատանա եք։ Սրանից պարզ ես չեմ կարող բացատրել։
Գիտեք, չէ, Փաշինյան Նիկոլը սատանա է։ Բախի եք գնում մասնակցում իր կազմակերպած խաղին։ Որ ինչ հանրության առաջ ներկայացնեք, չգիտեմ, այսինքն աչքի ընկնեք, թե հա դուք եսի ով եք, որ ինչ։ Իսկ երբ որ դուք գնում եւ մասնակցում եք, դուք թույլ եք տալիս, որ այս ջհուդական համակարգը, այս սատանայական համակարգը վերարտադրվի։ Դուք մասնակից եք դառնում վերարտադրվելուն։ Չեք հասկանում այսքան բանը։ Թող այս հաղորդումը նայի Կարապետյան Սամվելը եւ բոլոր նրանք, ովքեր միամիտ այս պարազիտներին աջակցում եք, որոնք 34 տարի անդադ նույն ընտրությունների միջոցով վերարտադրվում են։ Փաշինյան Նիկոլը մասնակցեց Սարգսյան Սերժի անցկացրած ընտրություններին եւ մի սատանա հայտնվեց նոր։ Ուրեմն այդ ընտրությունները ում կողմից էին իրագործում, այդ սատանայի Սարգսյան Սերժ անունով։ Նա մասնակցեց Քոչարյան Ռոբերտի անցկացրած ընտրություններին եւ վերարտադրվեց։ Միրուս սատանա վերարտադրվեց Քոչարյան Ռոբերտը, վերարտադրվեց Պետրոսյան Լևոնի ընտրությունների միջոցով։ Չեք հասկանում ինչա տերունը։ Սատանայական դաշտում վերարտադրվում են սատանաները։ Ուրիշ ելք հնարավոր չի այդ սատանայական դաշտում իրագործվող խաղից մի հատ արդար մարդ դուրս գա։ Նրանք այդքան հիմար չեն, որ ձեզ թույլ տան գնաք ու իրենց խաղին մասնակցեք ու հաղթեք։ Այդ իսկ պատճառով մեր նախաձեռնության կողմից բոլոր նրանք, ովքեր կմասնակցեն այս ընտրություններին, մեր նախաձեռնության կողմից որակավորվելու եք որպես հայ ազգի թշնամիներ։ Ձեր գիտակցությանը չի հերիքում, դուք ինչ ազգայնական եք, հայրենիքի մասին մտածող եք, երբ սրա նման պարազիտի ընտրություններին եք գնում մասնակցում։ Եկեք Ես մեր նախաձեռնությունը նույն օրը անցկացնում է իր ընտրությունները, որպեսզի արձանագրենք, որ մենք ենք մեծամասնությունը պետք է թելադրի օրակարգ։ Սրանք իրենց ջհուդներով, սատանաներով թող գնան իրանց ընտրությունը իրականացնեն։ Միգուցե իրենք են մեծամասնություն, այո։ Եթե այդպես չէ, դեմ եք ես բոլոր կուսակցական հասկացել եք, վաղուց եք հասկացել, բայց հնարավորություն չեք ունեցել ձեր տեսակետը արտահայտելու։ Մեր նախաձեռնությունը ապահովելու է այդ կետի արկայությունը, դեմ ենք բոլորին։ Ես համոզված եմ, որ մեր ազգի գիտակից մասը մեծամասնությունը հասկանում են եւ այդ պատճառով չեն մասնակցում, բայց հնարավորություն չունենալով իրենց տեսակետը արտահայտելու չեն մասնակցում ընտրություններին։ Ուրեմն 26 թվականի ընտրությունների օրը մեծից փոքր ձեր երեխաների հետ գալիս եք ընտրական տեղամաս, մոտենում մեր նախաձեռնության ներկայացուցիչներին, որպեսզի այդ փաստը արձանագրենք։ Մինչև փաստը չարձանագրենք, ոչինչ չի փոխվելու։ Դա գործի մեր ծրագրերի ընդամենը մի 2-3%-ն է, առաջին քայլն է, որ պետք է կատարենք, որ մենք մեծամասնություն ենք, որ չենք վստահում այս կուսակցություններին, որպեսզի սրանք չվերարտադրվեն, այդ փաստը պետք է արձանագրենք։ Այսքանը այսօր, ովքեր հասկացան, ովքեր կողմնակից են, տարածեք այս տեսանյութը, զանգահարեք ինձ, որպեսզի մեր անելիքները
այսօր ինձ զանգահարեցինք, արդեն մենք թիմակից ենք, յուրաքանչյուրս ունենալու է իր անելիքը, հասկացեք, որպեսզի բոլոր ընտրատեղամասերում մենք մեր ներկայացուցիչները ունենանք, դա արդեն հսկայական աշխատանք է, չեք ուր ժամանակ դեռ ունենք, դա իրականություն դարձնելու համար, չարեցինք, սրանք նորից իրենց վերարտադրվելու են նոր դեմքերով, բացի դրանից այնքան հսկայական աշխատանք կա, նոր սահմանադրություն, որ գրվի, նոր հիմնադրվող պետության ամբողջ անձնակազմը ձևավորվի, ինչ ասեմ, հարգելի հայրենակիցներ, հաղորդումս սկսեցի նրանով, որ այրերը պետք է զբաղվեն, հայրենիքի կառուցման գործով այրերը պետք է զբաղվեն, դե եկեք զբաղվենք, մի բան ես ավել կասեմ, մի բան դուք ավել կասեք, մի բան ես կընդունեմ իմ ասած սխալը, ձեր գիտելիքների հաշվին կարող է դուք մի ոլորտում մի այնպիսի կարծիք հայտնեք, որ ես համաձայնվեմ ձեր հետ, միտեղ դուք ինձ հետ կհամաձայնվեք, բայց եկեք գործենք, որպեսզի սկսվի, այլապես իրավունք չունեք, նույնիսկ քննադատելու այս սատանաներին իրավունք չունեք քննադատելու, եթե դուք ոչինչ չանեք, խի պիտի սատանան գա ու ձեր կյանքը բարելավի, նա պետք է գա իր կյանքը բարելավի, իսկ ձեզ շահագործի, չեք ցանկանում, որպեսզի շահագործվեք, կառավարվեք, ուրեմն դուք ինքներդ ձեր վրա պատասխանատվություն վերցրեք, եկեք միավորվենք, մեր գրասենյակում կնստենք բոլոր հարցերի շուրջ, մեր տարաձայնությունները, ինչ հարցում տարաձայնություններ ունենք, եթե շատ կարևոր է քննարկենք, ճշտենք, կամ ես գամ ձեր կարծիքին, կամ դուք հագին կարծիքին, կամ եթե այնքան կարևոր հարց չէ, հետաձգենք, կարևոր հարցերը հերթականությամբ դնենք, ինչ ենք անում, որն է կարևոր, մինչև այս մեկ տարին, որպեսզի ժամանակի մեջ տեղավորվենք, հսկայական աշխատանք է, հենց եք իմանում տունը նստելով կարողանալու ենք այս վիճակից դուրս գալ, ես որպես հայր, 2 երեխաների ծնող, արդեն 7 տարի զբաղված եմ այս գործով, որպեսզի այս վիճակից դուրս գանք, այս պարազիտներից ազատվենք, այդպիսի պատասխանատվություն ձեզանից յուրաքանչյուրը պետք է վերցնի իր վրա, այլապես դուք նույնիսկ իրավունք չունեք մի թթու խոսք ասել Փաշինյան Նիկոլին, այդ պարազիտին, դուք ինչ եք արել, բացի ձեր կենսաբանական խնդիրները լուծելուց, գնում եք աշխատանքի, ինչա ես չեմ աշխատում, իմ երեխաների գրպանը ես փող չեմ դնում, թե ինձ բերում են նվիրում են, բայց դրա հետ մեկտեղ ես գիտակցում եմ, որ պետք է նաև դրանով զբաղվեմ, հայրենիքի կառուցման գործում, որպեսզի հզոր պետություն ունենանք հայրենիքի տարածքում, Հայաստանի Հանրապետությունը իմ հայրենիքը չէ, իմ հայրենիքը հայկական լեռնաշխարհն է, ես թքած ունեմ այս պետության վրա, դրա համար այս պետությունը պետք է փոխենք, պետությունը դա սիստեմն է, եկեք սիստեմը փոխենք, մեր կյանքը թեթևանա, եւ առաջինը հենց հայրերի կյանքը կթեթևանա, հոգսերից կազատվեք, հայրերը պետք է հզոր պետություն հիմնադրեն, որպեսզի իրենց հոգսերը թեթևանա, դժվար է դա հասկանալ, դուրս եկեք տներներից, ժամը մինչև 5-6-ը գնում եք ձեր աշխատանքը կատարում եք, աշխատանքից հետո շաբաթը մեկ անգամ ժամանակ տրամադրեք, 2 օր տրամադրեք, 1 ժամ, 2 ժամ, ինչ-որ մի հանդիպման մասնակցել, միավորվել, որպեսզի այս պարազիտներից ազատվենք, այլապես ոչինչ չի փոխվելու, 26 թվականին սրանք վերարտադրվեցին, նորից 6-7 տարի այսպես
անցնելու է, ինչպես 18 թվականից մինչև այսօր 26 թվականն է, 8 տարի է արդեն անցել։ Թե դուք անմահ եք։ Երբ որ հասնեք 300 տարեկան, նոր կհասկանաք, որ պետք է քաղաքականությամբ զբաղվեք։ Ինչքան կարելի է ասել։ Ես ոչ մի արդյունքի չեմ հասել այս 7-8 տարիների ընթացքում, այս գլխավոր պատճառներից մեկը հենց այն է, որ մեր ազգաբնակչության 95% հայրերը իրենց պարտականությունը չեն կատարում։ Դուք մտածում եք ձեր ուտելիքի մասին, բնակարանի մասին, մեքենայի մասին, չգիտեմ, սառնարանի մասին, թե ով կգա ղեկավար, որպեսզի զբաղվեք քաղաքականությամբ, կարողանաք ճիշտ ընտրություն կատարել։ Գալիս եք տուն, ինտերնետը միացնում, մի 10 րոպե մեկին լսում, 10 րոպե մեկին լսում ու կարծիք կազմում։ Մինչև չգաք իմ հետ դեմ դիմաց նստեք, ինձ հարցեր տաք, իմ պատասխաններից, իմ միմիկայից, իմ չգիտեմ, շարժումներից, չտեսնեք այդ ամենը, դուք չեք կարողանա հասկանալու, թե ես էությամբ ով եմ։ Որները դիվաններից պոկեք։ Ասեցի չվիրավորեմ, բայց դե ժողովուրդ ջան, հարգեք, առաջինը հարգեք դուք ինքներդ ձեզ, ձեր երեխաներին, մեղք են ձեր երեխաները, մեր երեխաները, ձեր երեխաները իմ երեխաներն են, իմ երեխաները ձեր երեխաներն են, եկեք այս պարազիտներից ազատվենք։ Շնորհակալություն, ստեսություն ձեզ։